Յուրաքանչյուրից գնազավ ծիածանն է, բոլոր գույներով, կարկաչող արվակն է, ջերմացնող արևն է և ամենամեծ սրտի տերին։ Մոր սրտի պես սիրող սիրտ չեմ հավատում, որ լինի, ամբից հայացք ու ժպիտ չեմ հավատում, որ լինի, մոր գրկի պես ջերմ ու տաք արեգակն էլ շողջ ունի, ամբից համբույր երկնի տակ մոր համբույրն է կնչում։ Իմ սիրելի մայրիկ, իմ հաջողություն, դու միայն կողքից եղի, էլ ոչինչ պետք չի, դու միշտ ժպտա, միշտ ուրախ եղի, ես էլ իմ հերթին ամեն ինչ կանեմ, որ դու միշտ ժպտաս, որ ես էլ ժպտամ։ Մայրիկս իմ գարունն է, գարնան ամենախեղծաղիկն է, անձան ամենազովքամին է, աշնան ամենագունեղ տերերն է, ձմռան ամենաթաթև փաթին է, մի խոսքով մայրիկս բնության ամրին գարուն է։ Ինչքան է գովերքում մայրիկներին, բայց արդյոք ամեն օր նրանց ասում եք, որ անչափ շատ եք սիրում և երբեք չեք տխրեցնում։ Արդյոք ըստ արժանապույն կարողանում եք գտնել այն ամենը, ինչ որ մայրիկներն անում են մեզ համար։
Կարծում եմ բոլորս է արագ մտածելու արանքներ կանում, հետո ժղճում կամ մտածում ենք, որ նայքիս էր ամենաանսահմանն է, և ինչեր անենք ներելի է։ Կսմբական մտքեր են։ Եկեք դիտենք փոքրիկ դրվագներ, որոնք մտածելու ու մեր արանքներ վերանալու առիթ կլինի։ Դրվագը առաջին, մայրիկը աշխատանքից հոգնած վերադառնում է տուն և ասում որդուն։ Տղաս, ո՞նց անցել։ Մայրիկ, այսօր ես քեզ փորձել եմ օգնել տնային գործերով, լվացել եմ սպասքը, հետո էլ փորձել եմ սրբիչով չորացնել, հետո էլ դասավորել եմ պահարանը։ Ո հրաշալի է տղա, կեցես ամեն ինչի համար, շատ հոգատար և մտածող ես։ Մամ, նաև հատակն եմ ավլել և գծել։ Ո հրաշալի է, կեցես սիրելիս, այդ ոնց որոշեցիր, որ կարող ես նաև հատակը մաքրել։ Բա ինչ անել, այնքան սպասք եմ կոտրել։ Ներիր մայրիկ զայրացնելու համար, ներիր հարստության համար, անկեղծ ասած, ախր ոնց ասեմ, չեմ կարող տալ, բայց դե կփորձեմ։ Մարիկիս կողքին ես ուժեղ եմ, նրա ձեռքում անբախտ, նրա սիրով պաշարված, այս աշխարհում ես անպարտ եմ։ Երկրորդ դրվագ, մայրիկը առևտուր արած, ծանր տոկրակներով վերադառնում է տուն։ Բարեք չեմ գտնում, որ զարմանքս արտահայտ եմ, հենց խանութ ես գնում, ամենաքիչը 10 կիլոգրամից ավել գնումներ ես անում, միթե այդպես կարելի է։ Իհարկե սխալ է, բայց չէ որ այդ գնումները անհրաժեշտ են։ Քո սիրած ուտեստներն ու քաղցրավենիքը ինչպես չգնամ։ Իմ գնացիները բոլորն էլ կարևոր են։ Հա բայց ամեն ինչ որ գնում ես, ծանր չէ։ Իսկ դու ինչ ես խորհուրդ տալիս, ինչպես անեմ։ Շատ հեշտ, մի քանի անգամ գնա։ Մեր սիրելի ուսուցիչներ, չէ որ դուք էլ եք մայրիկներ, միշտ գրկաբաց, միշտ հոգատար, եղեք հավետ երիտասարդ, իսկ դպրոցում ես երկրորդ։ Դրվագ երրորդ, աշխատանքի ընդունման հարցադրում։ Այս աշխատանքի համար միայն կարող են դիմել աղջիկները։ Եկեք մի փոքր ներկայացնենք աշխատանքը։ Դա ուղղակի աշխատանք չէ, դա ամենակարևոր աշխատանքն է ու պահանջներն են բավականին բարձր։ Ինչպիսին են դրանք, ներկայացրեք։ Պետք է կազմակերպել ամեն ինչ, դրսևորել տգնություն և դիմադրողականություն։ Իսկ որքան է աշխատանքի տևողությունը։ 168 ժամ, շաբաթական 7 օր, օրը 24 ժամ։ Իսկ հանգստյան ժամ որքան է նախատեսված։ Ցավոք անմիջում նախատեսված չէ։ Ներեցեք, իսկ դա օրինական աշխատանք։ Դա դիվանագիտական աշխատանք է, որի համար պահանջվում է իմացություն բժշկությունից, ֆինանսներից և խոհանոցից։ Եթե անհրաժեշտ լինի, պետք է աշխատել նաև գիշերը։ Բոլոր տնական օրերին տրամաբեռնվածությունը մեծանում է։ Այսինքն, աշխատանքը գրավելու է մեր ողջ ժամանակը, 365 օր, դա մարդկային է։ Բայց այն զգացողությունները, որ դուք ունենալու եք աշխատանքի ընթացքում, անփոխարինելի է։ Իսկ աշխատավարձի մասին ինչ կասեք։
Սա ամենահատելի աշխատանք է, պետք է անենք անվճար։ Ոչ, անհնար է։ Իսկ եթե անվանենք այդ աշխատանքը կատարող մարդկանց, սիրով լի մարդիկ։ Լավ, իսկ ովքեր են այդ մարդիկ։ Մայրերը։ Այո, անհնարին են անում այրերը։ Ինչքան շատ երգեր կան մայրիկի մասին, չէ՞ որ նա միակն է յուրաքանչյուրի կյանքում, այնքան հարազատ ու ջերմ, այնքան թանկ ու անգին, այնքան քնքուշ ու բարի։ Օրը կբացվի արևի, շողով դու ինձ կժպտաս անուշիկ մայրիկ, ու քոնը ձայնով կասես բարի լույս, դեր շուտ արթնացի քնից, կրսվի կրկից նոր ֆինդով, օրը երբ բնությունը կարթնանա, կժպտան մեզ հետ, սաղ ու ծաղիկներ, կզսվեն ուրախ ձայներ, ինչեր ասես, իչեք իչելի, ու իմ հայրիկ, իմ բարի սիրելի, երբ ու կողքիս ես, ամեն օր, ինձ համար դա է կարևոր, երբ ծպտոսերը իմ ջերմասին, և ողջ աշխարհը ինձ լսի, ամեն ինչ շատ քեզ եմ սիրում, ու քո սիրով եմ լիանում։ Ահասել եմ ես մի բարի, լվեր նկարել եմ քեզ ու կողքիդ եմ ես, քեզ կնվիրեմ, որ դու միշտ հիշես, ես անչափ սիրում եմ քեզ, ինչեր ասես, իչեք իչելի, ու իմ այրիկ, իմ բարի սիրելի, երբ դու կողքիս ես, ամեն օր, ինձ համար դա է կարևոր, երբ ծպտոսերը ինձ ջերմասին, և ողջ աշխարհը ինձ լսի, ամեն ինչ շատ քեզ եմ սիրում, ու քո սիրով եմ լիանում, ամեն ինչ շատ քեզ եմ սիրում, ու քո սիրով եմ լիանում։ Ակուր մահերին անմիջապես մայրիկիս եմ ես փարում, երբ ուրախ եմ ուրախությունս մայրիկիս հետ եմ կիցը, իսկ մայրիկս ինձ փարատում ժպտում է ոս փոփոր, շռայլ խոսքեր է ասում ու ինձ սիրով գովաբարում, համոզված եմ, որ ողջ կյանքում միշտ այդպես է լինելու, որովհետև իմ մայրիկը անչափ շատ է ինձ սիրում։ Ամեն ինչ դու հասնում ես, որքան անգում գիշերներ ես դու անցկացրել, մեզ խնամել, թեև օգնած քո աչքերը ջերմորեն են մեզ շպտացել։ Որքան սեր կա բարություն քո անձապման մեծ սրտում, հպարտանում եմ պատելու, ախ մայրիկ ջան, քեզ շատ եմ սիրում։ I'm ready,
Անվերապար սիրո ջերմության, անսպար բարության համար, քո շնորհիվ ես ձգտում եմ, երազում եմ, գնահատել և սիրել եմ կարողանում։ Շնորհակալ եմ, ինձ կյանքում մեծ ու կարևոր, տաղանդավոր ու ամենալավ զգալու, քո սերը ինձ ուժ է տալիս, թևեր է տալիս ճախրելու համար։ Ես չեմ ուզում, որ դու տղես, ուզում եմ, որ ուժեղ լինես, ուզում եմ, որ անհոգ լինես, գերեզմության ողմայքով երջանիկ ու առողջ լինես։ Քանի որ այս ամենը շայնին դիվարացավ յամսյա դեպքում, եկեք փորձենք մայրիկներին նույնքանով խոսքեր ասել, ինչպիսին է ձեր մայրիկը։ Յուրաքանչյուր թողասի ինչպիսին է իմ մայրիկը, նախադասության մի մայրիկի։ Սարեք։ Իմ մայրիկը գեղեցիկ է և հոգատար իմ հանդեպ։ Մայրիկը քնքուշ է և գեղեցիկ։ Իմ մայրիկը գեղեցիկ է, աշխատասեր և հոգատար։ Իմ մայրիկը նոր է, հոգատար է և միշտ պատրաստ է ինձ օգնել։ Իմ մայրիկը խելացի է և միշտ ինձ պատրաստ է օգնել։ Իմ մայրիկը գեղեցիկ է և միշտ պատրաստ է իմ կողքին լինել։ Իմ մայրիկը շատ կատակասեր է և գեղեցիկ։ Իմ մայրիկը շատ սիրուն է և պատրաստ է միշտ իմ շփոթել։ Իմ մայրիկը շատ աշխատասեր է և անձնաց։ Իմ մայրիկը գեղեցիկ է և նա պատրաստ է ամեն պայմանում օգնել ինձ։ Իմ մայրիկը համեղ է պատրաստ։ Իմ մայրիկը շատ կատակասեր է և աշխատասեր։ Իմ մայրիկը շատ գեղեցիկ է ու անիմաց։ Համարձակ է, քնքուշ է, համարձակ է և վերլուծաբար։ Իմ մայրիկը շատ աշխատասեր է և համեղ է պատրաստ։ Շատ լավ, դուք գեղեցիկ նկարագրեցիք ձեր մայրիկներին, իսկ հիմա եկեք փորձեք հիշել, թե ինչ են սիրում ձեր մայրիկները։ Իմ մայրիկը սիրում է ինձ հետ խաղալ և ճամփորդել։ Իմ մայրիկը սիրում է ճամփորդել և համով ուտելիքներ ուտել։ Իմ մայրիկը սիրում է ճամփորդել և ինձ հետ ֆիլմ դիտել։ Իմ մայրիկը շատ սիրում է ինձ և մեզ ընտանիք։ Իմ մայրիկը սիրում է ինձ, իմ եղբորը և ճամփորդել։ Իմ մայրիկը սիրում է դաշնամուր նվագել և ֆիլմ դիտել։ Իմ մայրիկը շատ է սիրում քնել, սալատ ուտել, իմ հետ ֆիլմ դիտել և
և պարապել։ Իմ մայրիկը սիրում է պատշել և իմ հետ կատակներ անել։ Իմ մայրիկը սիրում է ճամփորդել առանց մեզ։ Ինձ և ստիպից հաշվել։ Իմ մայրիկը սպանապետել է ու մեկել ինձ սիրում է կատակներ։ Իմ մայրիկը սիրում է ծաղիկ և սեսել։ Մայրը սիրում է, երբ շրջակայքը մաքուր է, ամենը չկարգին, սիրում է տարբեր վարդեր։ Իմ մայրիկը շատ է սիրում մարդկանց նվիրներ նվիրել։ Իմ մայրիկը շատ է սիրում իմ հետ ֆիլմ նայել և ինձ գրկել։ Այժմ եկեք ձեր սրտի խոսքը, ձեր ցանկությունները, ձեր մաղթանքները ուղղեք ասել ձեր մայրիկներին, այնինչ հաճախ ուզում եք ասել, բայց չեք կարողանում ասել, չեք հասցնում ասել, այս պահին ավելի թե դա մայրիկներին փոխանցելու։ Մամ, ես քեզ ցանկանում եմ, որ դու ու հայրիկը միասին գնաք ճամփորդելու առանց մեզ։ Անկյան ցանկանում եմ, որ դու միշտ առողջին ես և քնքուշ Մամ ջան, ես քեզ ցանկանում եմ աշխարհի ամենալավ բաները։ Մամ, ես քեզ ցանկանում եմ, որ դու երբեք չնիարդայնես։ Մամ, ես ուզում եմ, որ դու միշտ լինես սիրում ու մեկել քնքուշ։ Մայր, ես քեզ մաղթում եմ առողջ լինես ու ինչ լավ բան լինի քո հետ կատարվի։ Մայրիկ, ուզում եմ, որ դու միշտ հաճախ անհոգ լինես, ուզում եմ ազատ լինես։ Մամ, ես քեզ ցանկանում եմ, որ դու կյանքում չհիվանդանաս ու աշխատասեր լինես։ Ես ցանկանում եմ, որ դու քո քունը առնես ու երջանիկ լինես ու կանես ճանապարհ։ Դիմացի շատ կեզոքեն Մայրիկ ջան, ես ցանկանում եմ, որ դու գնաս քո ամենասիրած երկիրը։ Մամ, ես ցանկանում եմ, որ դու միշտ առողջ լինես, խաղաղ լինես, կանես ճանապարհ։ Մամ ջան, ես քեզ ցանկանում եմ, որ դու լինես առողջ, երջանիկ ու միշտ աչքեր փայլի։ Մամ, շատ եմ ուզել ասել, բայց չեմ հասցրել։ Ուզում եմ ասել, որ երկար ապրես ու հաջողություններ ունենաս։ Ես ցանկանում եմ, որ իմ մայրիկը առողջ ապրի։ Ցանկանում եմ, որ իմ մայրիկը ունենա երազած Եվ այժմ խոհում են մայրիկները։ Մենք ձեզ կտանք հարցեր, խնդրում ենք 1 րոպեվա ընթացքում քննարկել և պատասխանել։ Որ նախադասությունն եք ամենաշատ ասում ձեր երեխային, երբ որ դպրոց եք ճանապարհում։ Լսենք ձեր պատասխանները։ Լսենք առաջին հարցականը։ Հա, լսենք ինչ տարբերակներ ունեն։ Առաջինը ամենահաճախ հիշողը շուտ արև ուշացած։ Երկրորդը իպենքին սովորիան, Այո։ բարի ճանապարհ և Աստված քո հետ ուշադիր կլինի։ Շատ լավ է։ Եկեք, հիմա ձեր տարբերակները։ Մեր տարբերակները քեզ լավ օր, շատ ջուր կխմես և արագացրու ավտոբուսը գնաց։ Եվ երրորդ խմբի պատասխանները։ Մեր մոտ էլ առաջինը քեզ լավ օր, դասերից ուշադիր կլինես, մեկ էլ հաց կուտես։ Որն այն կախարդական բառը, որ օգնում է երեխային արագ կատարել յուրացման աշխատանքները։ Առաջինը բոլորիս մոտ որ շուտ ազատ ժամանակ ունենաս, քաղցր, տարի դեպի ելակ,
Լավ, ձեր թիմի պատասխանները։ Արագ ասել, որ մասնեն ֆիլմ նայել, կամ զբոսնել, երբ ամեն ասել շփնես։ Լավ։ Եվ վերջին թիմն է։ Լերներ առաջինը ֆիլմ նայելն է, շուտ արավ հասնես ֆիլմ նայես, արագացրու, որ խաղաս կամ լավ բանով զբաղվես, և շուտ արավ, որ լավացով։ Ինչ կանենք, եթե մենք որով դառնանք երրորդ դասարանի աշակերտ։ Դասերը ավելի արագ կանենք, վերջացնենք, որովհետեւ ավելի շատ ազատ ժամանակ ունենանք, ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնենք։ Եթե դուք լինեիք երրորդ դասարան։ Այո, եթե լինեիք։ Այո։ Դուք։ Մենք Այո։ ենք բանկ, Ահա։ գնայինք հետաքրքիր թատրոն թանգարան, որ երեխաներով հայերենը կզարգացնեին, Այո, ահա, հասկացա։ և ու նստարին։ Մայրիկիս կսեի, Ահա, այդ փակում ավելի շատ Լսում եք ձեր տարբերակը։ լսենք ձեր թիմին։ Հայ թիմին ենք։ Լավ, եկեք ձեզանից սկսենք։ Ճիշտ ուղղություններ տանք։ Ահա, լավ, ճիշտ ուղղություններ տալով։ Շատ լավ։ Հա՞, Եթե լիներ ամենահոգատար մայրիչ մրցույթը, դուք ինչով կհաղթեք, հա, ինչ բաներ կհաղթեք։ Դուք դեպիմը Ես թվում է, որ բոլոր ուսանողները կհաղթեին համալսարանում և լավ, շնորհակալություն։ Եվ վերջին պատասխանը Շատ խոսել ու զրուցել իրար հետ, կարևոր է հոգեկան ամուսնությունը, մեկ էլ միշտ ավելի ուշադրիներ ու տեղ կա։ շնորհակալություն եւ այս խաղի վերջին հարցը։ Ինչ բանային խաղեր եք խաղացել փոքր Ասեք։ Իսկ մամի ասիկ բոլորը բոլոր հնարավոր խաղերը, անուգորոցի, պահմտոցի, հալամուլա, գետից բացի, գործնագործ, մեծ ասը հագույչ կաներ։ Բադմինտոն, շոկոլադ, ռեզի, ոսկերի։ Ամեն ինչ բոլորը ավելացումներ։ Կարմիր կոճակ, հալամուլա, յոդքար, մարսի կլասիկասի, այդեպանը, Եվ իսկ դու։ Հա։ Որը ինչքան հրաշալի։ Մեր մայրիկները ոչ միայն հոգատար եւ բարի են, այլ նաեւ հնարամիտ ու խայլացի։ Մենք իրենց համար բացիկներ ենք պատրաստել եւ այժմ կնվիրենք։ Ես քեզ համար փոքր սիրտը կտամ, որ քո աչքերը մի շպտան, ամենաշատը աշխարհում քեզ եմ ես։ Իսկ կարող եք ասել, աշխարհում ով է ամենահոգատարը, ամենանվիրվածը, ամենակատակասերը, ամենաջերմը, ամենահամբերատարը, ամենահասկասողը, ամենաժխտերեսը, ամենանքուկը, ամենախելացի, ամենաթանկը, ամենագրտավը, ամենաբարի, ամենագեղեցիկը, ամենաբանիմացը։ Իմ մայրիկն է։
Ամբողջ ջերմությունը այսօր ձեզ փոխանցեցին, որ դուք ուրախ լինեք, դուք անհոգ լինեք, դուք ժպտաք, դուք եք այս կյանքում ամենակարևոր մարդիկ իրենց համար, դուք իրենց առաջին ուսուցիչն եք, ամենալավ ու հավատարիմ ընկերն եք, ճիշտ առաջնորդողն եք, դուք ուզում եմ լինեք շատ առողջ, շատ ուրախ, շատ անհոգ, իսկ որպեսզի մայրիկները լինեն ուրախ, անհոգ, ինչ է մեզ պետք, մեզ պետք է որ բալիկները առողջ լինեն, չհիվանդանան, լավ բարձունքների հասնեն, հա, որտեղ բալիկների հաջողությունից են միայն մայրիկները անհոգ լինեն, ապրեք, այո, բոլոր լինեք, շատ ապրեք, շնորհակալություն, որ այստեղ եք, ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքերը ասել, որտեղ այս ցերեկույթը կազմակերպելու համար մեզ շատ օգնեցին, մեզ օգնեց մեր գեղարվեստական ղեկավար, նաև այս բոլոր երգերի ողջունիչ Զարգանում են մեր բոլոր միջոցառումները։ Մեզ շատ օգնեցին մեր եւ Պարուսը Տիկին Այդա, Տիկին Այդա։ Մեր երաժշտության ուսուցչուհի Օրիորդ Մարիաննա։ Շատ մարդիկ են օգնել այսօր բոլոր մանկավարժական կազմը եղել է մեր կողքին, ով ինչ-որ կարողացել է մեզ օգնել է։ Այնպես որ շնորհակալություն բոլորից, իսկ ձեզ ևս մեկ անգամ խնդրություններս լինեք շատ առողջ, շատ անհոգ, միշտ այսպես գեղեցիկ ու չգիտեմ, միշտ շատ ուրախ ու պայծառ արարքների հավաքված, համախմբված։ Որ քո աչքեր